Սերժ Սարգսյանի արդեն հայտնի դարձած ասուլիսի ամենատպավորիչ մասերից էր Մաքսային միությանը միանալու խնդիրը։ Ինչպես գիտեք, գործող նախագահի վերահսկողության տակ անմիջականորեն աշխատող այսպես կոչված արևմտամետների մի հոծ բանակ եւ նրանց սպասարկող լրատվամիջոցները օր ու գիշեր թմկահարում էին մեկ բան, որ Սերժ Սարգսյանն այն չափավոր արևմտամետ գործիչն է, ով պայքարելով ռուսամետ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի դեմ փորձում է փրկել Հայաստանը ռուսական իմպերիալիզմի ճանկերից։ Ռուս շատ փորձագետներ Սերժ Սարգսյանի այս տրյուկը բացատրում են ներքաղաքական գործոններով եւ արևմտյան կառույցներից շանտաժի միջոցով լրացուցիչ ռեսուրսներ կորզելու ցանկությամբ։ Հասկանալի է, որ այս ամենն ունի իր չափն ու սահմանը, ինչն արդեն սկսել է զայրացնել ռուսներին, եւ ահա իր վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը փորձեց հանգստացնել ռուսներին եւ մի թատերական ներկայացում ցուցադրեց, որտեղ նա իբր քննադատում էր նրանց, ովքեր շահարկման առարկա են դարձրել Հայաստանի Մաքսային միության անդամակցության խնդիրը։ Մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ։ Չկա այդպիսի բան, չկա, քանի անգամ կրկնեմ, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Հակառակը մենք կարող ենք ասել, Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով, ես չեմ տեսել այդպիսի ցանկություն, ես չեմ կարող, չէ, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածվածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ես ասում եմ իրականության մասին, այլ խնդիր է ինտեգրացիոն պրոցեսները, իսկ ինչպես մենք կարող ենք շարունակել ինտեգրացիոն պրոցեսները, ինչպես մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական հետագա մեր ճակատագիրը կամ կապերը կապել մեկ այլ երկրի հետ կամ մեկ այլ միության հետ ի հաշիվ էս մյուսի։ Հասկանալի է, որ գործող նախագահի այս պասաժն ուղղված էր ոչ թե իր արևմտամետ հաճախորդներին, այլ ռուսներին, թե իբր տեսեք, ես էլ եմ վրդոված, որ այս թեման անտեղի շահարկվում է, մինչդեռ բոլորն էլ գիտեն, թե ովքեր են շահարկում եւ ում պատվերով է այն իրականացվում։